Բարի օր, սիրելի հայրենակիցներ, սիրելի տիկնայք, հարգելի պարոնայք, ես այսօր շատ կարճ ներկայացնում եմ մեր Հայաստանի փրկության ծրագրի նախագիծը։ Ընտրություններից 10 օր առաջ, մայիսի 27-ին Բրեսլավայում մենք անցկացրեցինք փայլուն գիտաժողով Հայաստան, Եվրոմիություն թե Եվրասիական միություն վերնագրով։ 26 և 27 երկու օր տեղի ունեցավ մեր գիտաժողովը Եվրոպայի խորհրդարանի Բրյուսելի բարձրագույն ներկայացուցիչների մասնակցությամբ և նաև աշխարհի տարբեր երկրների հայության և հայանպաստ խոշորագույն հայտնի գործիչների մասնակցությամբ։ Արդյունքում նշվեց, որ կեղծվելու են ընտրությունները, չկա դրանում կասկած, բնական է, ոչ մի դեպքում ոչ մեկը չէր սպասում, որ նման արհավիրքային սարսափելի ձևով կկեղծվեն, սակայն փաստը մնում է փաստ, որ Հայաստանը իր 3000-ամյա պատմությամբ և մշակույթով հայտնվեց անհայտանալու եզրին։ 2018 թվականին Եվրոպայի և Հայաստանի ոչ բարեկամների խոշոր միջամտությամբ կատարվեց գունավոր հեղափոխություն, որի հոգեհայրերից մեկը այն ժամանակվա նախագահ Սերժիկ Սարգսյանն էր, քանզի իր փեսա Միքայել Մինասյանի հետ նրանք լրիվ կործանման եզրին էին կանգնած։ Եվ ահա, որպեսզի կարողանան փրկվել և ևս մեկ տասնամյակ գոյատևել, կատարվեց դավաճանության արհավիրք հանդիսացող ակտը և ֆուտբոլային դիվանագիտությունը փոխարինվեց վերելակային դիվանագիտությամբ։ Գիտեք, վերելակային դիվանագիտություն անվանեցին այն փաստը, որ Նիկոլը առաջին իսկ Ալիևի հետ հանդիպման ժամանակ 2018 թվականի ամռանը 1.5 ժամով անհայտացավ այդ գիտաժողովի կլոր սեղանից և հայտնաբերվեց վերելակից դուրս գալուց, որի արդյունքում նա գրպանեց $5 միլիարդ Ալիևի առաջարկը։ Այդ առաջարկը առաջի անգամ ինձ է արվել, որպես Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ, և խնդրվել է միջամտել, որ Արցախը տրվի Ադրբեջանին։ Նիկոլը գրպանեց 5 միլիարդը և Արցախը նվիրեց Ադրբեջանին, որից հետո սկսեց մաս Հայաստանի մասնատումը, և որպեսզի մարդիկ գլխի չընկնեն, իր կրծքին կպցրեց Հայաստանի դեռևս կիսատ մասնատված քարտեզի սիմվոլը։ Կարճ ասած, այսօր գործելու պահն է, ընդդիմությունը շատ թույլ դուրս եկավ, չկարողացավ կանխել ընտրակեղծիքները, որը մենք սպասում էինք, իսկապես շատ դժվարներ էր դա լինելու, և այսօր մենք ներկայացնում ենք շատ կարճ մեր ծրագիրը։ Հուլիսին կանենք մեր հաջորդ և վերջին երևի թե Եվրոպայի հայկական միությունների ֆորումի գիտաժողովը նվիրված Հայաստանի փրկության ծրագրին, և այդ ֆորումի ժամանակ մենք կընտրենք արհեստավարժների ժամանակավոր կառավարություն նախագիծը։ Սիրելի տիկնայք, հարգելի պարոնայք, եվրոպական երկրներում, երբ որ առաջանում է նման քաղաքական կռախ, ճգնաժամ, ապա գործում է այս վերջին քայլը, որ հավաքում են միայն մասնագետների կառավարություն և 1-2, մաքսիմում 3 տարի ժամկետով իշխանությունը տրվում է նրանց։ Մենք կոչ ենք անում արտերկրի հայության բոլոր խոշոր ներկայացուցիչներին, գործարարներին, ովքեր ցավում են մեր Հայաստանը այսօրվա վիճակով և ունեն մտադրություն մասնակցելու նրա փրկության ծրագրին, ապա մենք առաջարկում ենք ոչ միայն փրկել Հայաստանը, այլև խոշոր ներդրումների շնորհիվ ունենալ հիանալի նոր արտադրություններ հնի հիման վրա, իսկ մինչև 90-ական թվականը Հայաստանը ունեցել է Եվրոպայի մեկ չին ընկնող արտադրության ծավալով առաջին տասնյակի մեջտեղ։ Իսկապես այն արտադրությունները, որը տիրապետում էր մեր երկիրը, գիտությունը և կրթությունը, 4 միլիոնանոց ժողովրդի համար դա ֆենոմեն էր։ Մենք ունեինք անհավատալի էլեկտրոնիկայի արտադրություն, ռազմական արդյունաբերություն, քիմ արդյունաբերություն, մետաղաշինական ծանր հաստոցների գործարաններ, արտադրություններ և այլն։ Մենք ունենք փայլուն գիտություն,
որը խորհրդային գիտությունների ակադեմիայի դարբնոցներից մեկն էր եւ կենտրոններում խորհրդային միության աշխատում էին փայլուն հայ ակադեմիկոսներ, գիտնականներ։ Մեր ինստիտուտները, կրթական օջախները, Երևանի պետական համալսարան, բժշկական ինստիտուտ, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ իրենց մակարդակով եվրոպական գիտական կրթական ինստիտուտների մակարդակն էին ներկայացնում, համապատասխանում։ Կարճ ասած, մենք հետևյալ ծրագիրն ենք կազմակերպել եւ քննարկել ֆորումի ժամանակ, որ կպատրաստենք նախագծեր տասնյակ, ենթադրենք 50 նախագիծ մեր ներդրումային ծրագրերի հետաքրքրողների համար եւ կառաջարկենք, որ ցանկացած հայ ներդրող, որը 1 միլիոնից մինչև 100 միլիոն կամ 1 միլիարդ ուզում է ներդնել Հայաստանում, ինքը ընտրի ծրագիրը եւ ղեկավարի իր ծրագիրը կամ նշանակի իր ղեկավարին, որ 1 ցենտ չկորի եւ ոչ մեկի մոտ կասկած չառաջանա, որ 1 ցենտը ծախսվել է անտեղի։ Սա համաշխարհային խոշոր տնտեսական գործիչների այսօրվա սոցիալական նոր ծրագիրն է, որը մարքսիստական չէ եւ չինական սոցիալիզմից կտրուկ տարբերվում է, բայց հանդիսանում է բացառիկ նոր հետաքրքիր մի առաջարկ, որը պիտի բացառի գողությունները, ինչպես նաեւ կապիտալի կուտակումը մի անձի ձեռքին։ Այս ծրագիրը մենք կներկայացնենք մեր հաջորդ ֆորումի ժամանակ, որը տեղի կունենա հուլիս ամսվա մեջ, կհրավիրենք աշխարհի բոլոր Հայաստանով հետաքրքրված եւ մեծահարուստ եւ միջին կարողության տեր, բայց ներդրումային ցանկություն ունեցող հայերին, կքննարկենք ծրագիրը, որի արդյունքում կստեղծենք Հայաստանի համար կառավարության նոր առաջարկ, արհեստավարժների ժամանակավոր կառավարություն։ Երեք տարով մեր կառավարությունը կվերցնի երկրի ղեկավարությունը իր ձեռքը եւ 3 տարվա ընթացքում մենք կփորձենք կատարել մի տնտեսական հրաշքի իրականացում, որը կմնա պատմության մեջ։ 300 միլիարդ դոլարի չափ գումար կուտակված է այդ երկրի հայության ձեռքին։ Դրա 10%-ը 30 միլիարդը շատ ավելին է, քան պետք է Հայաստանի տնտեսության ֆենոմենալ զարգացման համար։ 5%-ը 15 միլիարդը բացարձակ բավարար է նման փառահեղ ծրագրի իրականացման համար։ Այսինքն 5-ից 10% եթե մենք ներգրավենք դրսում հայերի ձեռքին կուտակված կապիտալի այդ մասը եւ ներկայացնենք քիմիական արդյունաբերության ֆանտաստիկ վերականգնում Նայրիտի բազայի վրա, բայց քանի որ տարածքը սարսափելի մեծ է, ես այնտեղ նախատեսում եմ 5-6 ռազմական գործարանների տեղադրում, ինչպես նաև էլեկտրոնիկայի ժամանակակից տեխնոլոգիաների փառահեղ զարգացման հիման վրա Հայաստանում մեր հայ մասնագետների եւ օտարերկրյա մասնագետների միջոցով աննախադեպ զարգացում ժամանակակից տեխնոլոգիաների եւ նաեւ մնացած այն արդյունաբերության հիմնարկների, որոնց փշրանքները դեռևս կան Հայաստանում։ Մենք կհրավիրենք հայ խոշոր մասնագետներին, ինչպես նաեւ օտարերկրացի, որոնց հետ մենք փառահեղ կապի մեջ ենք, քանիցս տարեկան 5-6 անգամ ես բերել եմ այդ ներդրողներին Հայաստան եւ մերժվել։ Ահա, մենք կկազմենք այդ կառավարությունը եւ Նիկոլին կտանք վերջնաժամկետ։ Սահմանափակ օրերի ընթացքում կամ ընդունել մեր ծրագիրը եւ տալ հրաժարական, որի արդյունքում մենք կստորագրենք նրա հետ պայմանագիր, որ թույլ ենք տալիս նա անհայտանա որտեղ որ կուզի։ Եվ մի այլ տարբերակ, մենք կկատարենք հեղափոխություն, ճիշտ այնպես ինչպես Նիկոլը արեց, ընդ որում այնպես է կուտակված հեղափոխության պոտենցիալը այսօր Հայաստանում, որ 2018 թվականինը լինելու է
անհամեմատ ավելի փոքր ծավալի պոտենցիալ։ Կտրակի ամբողջ երկիրը, կտրակի ամբողջ համաշխարհային հայությունը, եթե Նիկոլը հանգարց չհասկացավ եւ կամովին չընդունեց մեր առաջարկը։ Այդ դեպքում ինքը կկրի այն բոլոր պատիժները, որը հասնում է դավաճանին։ Մենք Նիկոլին հայտարարել ենք դավաճան եւ երկիրը ծախած դավաճան, որը ոչ միայն իր արյամբ հայ լինելու բացարձակ հնարավորություն չունի, այլև իր կատարած քայլով գումարներով ծախել եւ թշնամուն է տվել Արցախը, որի հետևանքները մեր համար կործանարար են։ Սիրելի հայրենակիցներ, ես իմ այս կարճ ելույթով ներկայացրեցի մեր ապագա ծրագիրը, որը 1 ամսվա ընթացքում է իրականանալու եւ կոչ եմ անում աշխարհի հայության բոլոր հայրենասեր ներկայացուցիչներին պատրաստվել հեռակա կապով կամ անձամբ մասնակցել հուլիս ամսին Բրատիսլավայում կայանալիք մեր երկրորդ սիմպոզիումին։ Առաջինը կրկնում եմ, Հայաստան, Եվրամիություն թե Եվրասիական միություն անունը կրող ծրագիրն էր, իսկ երկրորդը Հայաստանի փրկության ծրագիրը։ Շնորհակալություն, ինչ-որ ժամանակ հետո մենք նորից կհանդիպենք եթերում եւ ես ձեզ կներկայացնեմ այդ ժամանակահատվածում մեր ունեցած արդյունքները։ Ցտեսություն։